Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի վիրաբույժ Նովիկ Բասենցյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ կրկին մեզ հյուրընկալել եք։ Շնորհակալություն, որ կրկին հրավիրել եք։ Բժիշկ, նախ կուզենամ խոսենք, թե պոլիկլինիկայում ինչպիսի վիրաբուժական ծառայություններ եք մատուցում։ Պոլիկլինիկայում ընդհանուր վիրաբուժական ծառայություն, վնասվածքաբանական օրթոպեդիկ, անոթային վիրաբուժություն, ուրոլոգիա, պրատոլոգիա, կրծքային վիրաբուժություն, այսինքն գրեթե ամեն ինչ վիրաբուժության հետ առնչություն ունենում է։ Եվ դա կոնկրետ ձեր կաբինետում է այդ ամենը Այդ ամենը բոլորը հետազոտությունները ոչ միայն կաբինետում, նաև գործիքային, լաբորատոր հետազոտությունները կատարվում են, որոշները, որոնք ավելի կարիք են զգում նեղ մասնագետները, ուղղորդում են Գյումրի կենտրոն։ Իսկ ընդհանուր առմամբ հաճախ հանդիպող հիվանդություններից որոնք են։ Պոլիկլինիկայում ամենահաճախ հանդիպող հիվանդությունը կոնգազրային հոդերի եւ ցնկան հոդերի բորբոքային հիվանդություններն են, արտրոզ կոչվածները, ու շատ հաճախ տարեցների մոտ է դիտվում 60 եւ ավել մարդկանց մոտ տարիքային։ Իրանք են հիմնական դիմողները շատ։ Ինչու է դա պայմանավորված։ Տարիքային է ինքը հիվանդությունը։ Թե տարիքային, թե ապրելակերպի, թե կենսական պայմանների հետ կապված ունենում են ինչ-ինչ խնդիրներ, նաև ինչու՞ չէ, նաև իրենց ժամանակին ինչ-որ սպորտաձևերով մարզված անցկացած ժամանակի հետ կապված։ Ունենում ենք նաև կոտրվածներից հետո, որոնք առաջանում են շատ հաճախ, հոդայի բորբերը, արտրոզները, որոնք որոշ ստադիաներում մենք պոլիկլինիկայում ենք բուժումներ նշանակում ենք, որոշներն ուղղորդում ենք Գյումրի կենտրոն ռևմատոլոգիայի կամ էլ ուղղորդում ենք ավելի արդեն վնասվածքաբանների, ովքեր վերջնական փուլում էնդոպրոթեզավորման հարցերն են կիրառում։ Կանխարգելիչ մեթոդ կա որպես այդպիսի բժշկության այս ուղղությամբ։ Կանխարգելիչ ոչ, այլ պապանողական փորձում ենք առաջ երկրորդ աստիճանները պապանողական բուժումներով ինչքան հնարավոր է երկարացնենք վիրահատական բուժումը, բայց լինում է դեպքեր, երբ որ տարեցները մոտենում են հիվանդները, այսինքն մոտենում են արդեն 3-րդ կամ 4-րդ փուլում, երբ որ արդեն չունենք հոդային մագերեսներ ու սաստիկ ցավեր ունեն, այդ ժամանակ արդեն ճարահաձյալ դիմում ենք վիրահատական միջամտություններին։ Այսինքն վերջնարդյունքը միայն վիրահատության միջամտությամբ պիտի տեսնել։ Այո, վերջնարդյունքը միայն վիրահատական միջամտությունն է, թեորիական բուժումների տարբեր մոտեցումներ ունենք, մոտեցումներից պասիվ եւ ակտիվ թեորիական միջամտությունները, պասիվները որոնք նշանակում են ցավազրկողներ, հակաբորբոքայիններ, իսկ ակտիվ երբ որ լինում են դեպքեր, երբ որ ցնկան հոդում ներարգումներ են կատարում, բայց դրանք ոչ լիարժեք օգուտ կտան մինչև վերջ։ Ուղղակի պահպանում ենք ստադիան ավելի երկարացնելով ժամանակը վիրահատական փուլին հասնելու։ Մեր նախնական զրույցում նաև նշեցիք, որ հաճախ հանդիպող հիվանդությունների շարքում են կույրաղիքի բորբոքում, լեղապարկի բորբոքում, սրանք ինչով են պայմանավորված եւ հիմնականում որ տարիքային շեմի մոտ է, որ հաճախ է հանդիպում։ Առանձնապես պոլիկլինիկայում հիմնականում առաջատեղ գրավում է, ոնց նշեցի, կոնգազրային հոդերի բորբոքումները, երկրորդը լեղաքարային բորբոքումները, հետ վիրահատական ճողվածներն էլ, իրանք էլ են զգալի քանակ գրավում։ Հիմնական պատճառը լեղաքարային մեր սննդակերպն է, մեր ապրելակերպի պատճառով առաջացածն է։ Իսկ հետ վիրահատական ճողվածներն էլ առաջանում վիրահատությունից հետո ոչ ճիշտ հիվանդների կողմից պահպանող վիրաբույժի կողմից ցուցված պահպանությունները, կանոնակարգերը, որ կոդի պետք է կապեն հատուկ պաշտպանիչ որոշ ժամանակ, որոնք էլ բերում են դրանց։ Հիմնական մենք պոլիկլինիկայում այդպիսի հիվանդներին հետազոտում ենք գրեթե ամբողջությամբ, պատրաստ ուղղորդում ենք նոր Գյումրի կենտրոն արդեն նեղ մասնագետի մոտ։ Օրինակ այդ լեղաքարերի առաջացումը ինչով է հիմնականում պայմանավորված, նշեցիք սննդակարգ, այսինքն ինչը պետք է բացառել սննդակարգում։ Սննդակարգից բացառելը ավելի ծանր դժվարամարս սնունդ է, որը երկար ժամանակ մնում է մեր ստամոքսներում եւ դժվարամարս ընթացք է ունենում։
ֆաստ-ֆուդային սնունդը, որը ամենաշատն է սկսել մեր տարածություն գտնել մեր սննդակարգում, որը պետք է փորձենք այդ սահմանը փակել։ Լեղակարային հիվանդությունների հիմնական պատճառը առաջացման լեղուն ոչ նորմալ արտահոսքն է, որը մնալով ինչ-որ քանակի ձևավորում է արդեն լեղակարային հիվանդություն։ Մոռացանք նշենք, որ լեղակարային հիվանդություններից նաև կարող լինի ոչ լեղակարային հիվանդություններ, ինձ լեղու թանձրությունը պնդության ֆոնի վրա, որը բերում է նորից ցավերի եւ մարսողական խանգարումների է բերում։ Այդ դա կարգավորելուն ի՞նչն է նպաստում կամ ինչ է խորհուրդ տալիս մասնագետը կանխարգելող, միջոց որպես կանխարգելող միջոցներ, ավելի շատ սննդաբաները, դիետոլոգներին իրանք են հիմնական ցուցումները տալիս այդ առումներով։ Վիրաբուժության մեջ մենք աշխատում ենք ամբողջապես փորձել զերծ մնալը առաջնային վիրահատական միջոցներից, որովհետև դե վերջը օրգանիզմ է, տրված է ինչ-որ կա, պետք է ամեն մեկ իր աշխատանքը կատարեն։ Ավելի շատ սննդաբանների իրանց կողմից տրված խորհուրդներով ու դիետոլոգների ավելի հստակ ցուցումներով։ Իսկ համատեղ աշխատանք առկա է։ Վիրաբուժները ունեն աշխատանքներ, ես նեղ մասնագիտությամբ թոքային վիրաբույժ եմ, առնչություններ չեմ ունենում այդ բնագավառի հետ։ Ունեն մասնագետներ կան, նաև վիրաբույժներ կան, ովքեր նշանակում են նաև սննդակարգեր, որ ինչ սննդակարգով ինչ սնունդ օգտագործեն, որ ավելի քիչ հանդիպին այդ բարդություններին։ Նաև հետ վիրահատական շրջաններում նշանակում են դիետաներ, վիրաբույժները լեղակարային հիվանդությունների լեղապար գեռացումից հետո որոշ ժամանակ դիետաներ են նշանակում, որ օրգանիզմը սկսե վերականգնվել տարած ստրեսից։ Այսինքն վիրահատությունից հետո այնպես չի, որ բուժառուն միանգամից կարող է անցնել իր նորմալ սննդակարգին, կրկին պետք է բժիշկը նշանակումներ անի։ Այո, բժիշկը նշանակումներ է անում, հսկվում է դիետաներով որոշ ժամանակ, ինչ որ X ժամանակից հետո նոր սկսում է հիվանդը կարողանա լիարժեք սննդակարգով օգտվել։ Չնայած որ շատ ժամանակ լսում ենք նաև վիրահատված հիվանդներից, որ ինչ որ սնունդ լոլիկն է կամ ձուն է դու ինչ որ այդպիսի բաներ օգտագործելուց ունեցել է ինչ որ դաժ զգացողություններ, ցավեր, դիսկոմֆորտ երևույթներ։ Այդ արդեն ոչ թե ինչ որ մի քանի ամիս անց, այլ տարիներ անց նաև նշում են հիվանդներ կան որոշ։ Դե օրգանիզմի ամեն մի օրգանիզմ առանձնահատուկ է, սպეციფიկ իր ամեն ինչով։ Բայց մի որոշ ժամանակ անց անցնում ենք հիմնականում նորմալ ապրելակերպին։ Տարեսկզբից առողջապահության մեջ ներդրվեց ապահովագրության համակարգը եւ կուզենայի մի փոքր արդեն հաղորդման այս հատվածում խոսեինք, թե այս ապահովագրությունը ինչով ազդեց կոնկրետ վիրաբուժության մատուցած ծառայությունների վրա։ Պոլիկլինիկայում ծառայությունը թվականակը հիվանդների հոսքը բարձրացավ։ Առաջկային տարեցներ, ովքեր թոշակառուներ չունեին ինչ-որ արտոնություններ ու չէին դիմում հիվանդանոց, պոլիկլինիկա նախ առաջինը, որից հետո մենք նաև հետազոտելով ուղղորդում ենք Գյումրի կենտրոն, որտեղ անցնում են անվճար լրացուցիչ հետազոտություններ։ Հիմա քանակը շատացել է, շատ լավ է այդ տեսանկյունով, ուղղակի աշխատանքի բնույթով մեր աշխատանքն է ծանրաբեռնված, որովհետև մի հիվանդի հետ աշխատում ենք ավելի երկար, քան նախկինում, թե հիվանդին նայեցինք, հետազոտեցինք, ուղղորդեցինք, գնաց ինչ-որ հետազոտություններ անցավ, հետ վերադառնալուց նորից այդ պետք է ամբողջական մուտքագրենք մենք առմետ համակարգում, որը մեզ հետագայում նոր թույլ տա այդ հիվանդին ինչ-որ ուղղորդություններ ցուցադրենք, այսինքն ուղղորդենք որևէ նեղ մասնագետի կամ ինչ-որ կլինիկա անցնել հետազոտությունները։ Աշխատանքի բնույթն է ծանրացել եւ դե հիվանդների քանակը շատացել է։ Վերջին հաշվով ապահովագրությունը ինչ տվեց բուժառուին եւ ինչ տվեց բժշկին։ Բուժառուին հնարավորություն տվեց իր առողջության մասին առավել շատ մտածել, ավելի խորը մտածել, որը շատ լավ է, ցանկալի էր, որովհետեւ շատ հիվանդներ ունենք աշխատանքի բերումով, որ հանդիպում են, որ ավելի բարդ իրավիճակներում նոր հասնում են հիվանդանոց ու աներանելի վիճակում են գտնվում ֆինանսական տեսանկյունով։ Իսկ հիմա որ ապահովագրական կա, ընկերությունը ունի, ամբողջական այդ միջամտությունը ֆինանսավորում է, որ պետությունն է հոգում, թե բժշկի, թե բուժառուի համար ավելի հասանելի է դա ամեն ինչը։ Մենք բժիշկներս ինչ որտեղ նեղում ենք
որ մեր աշխատանքը բառից բուն իմաստով բժիշկի աշխատանքից անցնում են նաև համակարգչային ինչ որ աշխատանքների, որը ծանրաբեռնում են մեզ, բայց որպես բժիշկ օգնություն են ցույց տալու մարդու մեր պարտականությունները կատարելու համար։ Ուրախ եմ նախ առաջինը ես որպես մասնագետ, որ ապավագրական ներդրում է եղավ մեր երկրում, ավելի նվաստեց այն բուժառուներին, ովքեր տարիներով ունեն իրենց քրոնիկ հիվանդությունները, հայտնաբերեն, ավելի բուժումներ ստանան։ Մենք պոլիկլինիկայում հիվանդներ ենք ունենում, որ գալիս են գանգատներով նշում են, որ ունենք ստորին վերջինների ցավեր, այրոցներ, ասում ենք մի հատ տեսնենք ինչ վիճակ է ձեր ոտքերը, տեսնում ենք արտահայտված անոթային թրոմբոֆլեբիտի պատկերներ, արդեն կապտուկներով, ցիանոդիկ ոտքեր, հարցնում ենք ի՞նչն է պատճառը ժամանակին չեք դիմել, դե ներկայացնում են ասում դե բժիշկ ջան, գումար չունեի օրեշտայի դուպլեքս անցնեի, կամ մի հատ մասնագետի մոտ ենայի, իսկ հիմա այդ ամեն ինչը արդեն անցնում է պետպատվերի շրջանակներում, մատուցում ենք ծառայությունը, որից հետո մարդիկ անցնում են նաև վիրահատական միջոցների դեղորայքային բուժումների, դե դեղորայքները ինչ որ չափեր նաև տալիս է պետությունը, որն ավելի ցենցած մենք էլ մեզ գոհ ենք զգում, որ օգուտ տվեցինք ինչ որ մարդու առողջության թեկուզ որակի փոփոխմանը, լավացմանը չասեմ։ Այսինքն դուպլեքս հետազոտությունն էլ է արդեն հասանելի։ Դուպլեքս հետազոտությունը արդեն մայիսի 12-ից մեր պոլիկլինիկայում հասանելի է։ Մենք տարեսկզբին ունեցանք սարքավորումներ, նոր սարքավորումներ ձեռք բերում, որի ժամանակ ունենք նաև դուպլեքս հետազոտության սարքը, մասնագետի հարցներ, տնօրինության միջամտությամբ կարգավորվեց այդ հարցը։ Հիմա մենք արդեն հերթագրումներ անում ենք թե մեր պոլիկլինիկայում, թե ուղղորդում ենք Գյումրի, արդեն հիվանդի ցանկության հաշվի առնելով։ Դե միայն առաջ Գյումրի կենտրոնն էր հիմնականում, որտեղ խոսքը շատ էր, ծանրաբեռնված են, հիմա մեր պոլիկլինիկայում էլ նորից սկսել է արդեն խոսքը շատանալ պայմանավորված հիվանդների շատ քանակով։ Այնուամենայնիվ մենք գալիս ենք այն եզրահանգմանը, որ բուժառուն հիմնականում բժշկի չէր դիմում ֆինանսի պատճառով եւ ապահովագրության ներդրումով կարծես թե այս հարցը լուծվեց։ Այո, ֆինանսը միշտ էլ ֆինանսը մեծ դեր է ունեցել առողջության հարցում, իսկ հիմա արդեն այդ ֆինանսի հարցի հետ կապված, ապահովագրական հետ կապված արդեն հիվանդների քանակը ավելացել է, մենք փորձենք ավելի շատ օգուտ տանք ամեն հարցում։ Եվ ապահովագրության ներդրմամբ վիրաբուժական որ ծառայությունները հասանելի դարձան բուժառուին։ Այսինքն այդ շրջանակն եմ ուզում հասկանալ։ Նայեք, շրջանակը բոլորը հասանելի դառան, ինչ որ մասնագիտական նեղ չկա, դե ամեն ինչը մատուցում է ծառայությունները արդեն թե լիարժեք չի սահմանակարգված ապահովագրական, թե որն ինչ արժի, ինչ վիրահատական միջամտություն իրականացնելու իրավունք ունենք, չունենք, դե այդ ընթացակարգը կանցնի ժամանակի ընթացքում հույսով եմ, բայց բոլոր ամեն ինչը, բոլոր տեսակի հիվանդությունները, բարդությունները արդեն հասանելի են ու ավելին, երբ որ հիվանդները ունեին կենսական թոշակային կարգ ունեին, կարգային հիվանդներ էին համարվում, որոշ հիվանդություններ, վիրահատություններ, տեսակներ ունենք, որոնք համավճար էր գնում, այսինքն ինչ որ գումար իրանք էին վճարում, ինչ որ գումար պետությունը մեզ փոխհատուցում էր, այս պայմաններում ապահովագրականով ընդգրկվել է ընդհանուր մեկ գումարի մեջ, որը պետությունն է վճարում։ Այդ կողմից էլ է հիվանդին ավելի սենսած ձեռնտու եղել ապահովագրական ներդրումը։ Ապահովագրության ներդրմամբ կարծես թե շահեց, ավելի շահեկան դուրս եկավ այս տարեց խմբի 65+։ 65+, բայց ոչ բոլորը, ունենք այնտեղ կրիտերիաներ, որոնք թույլ է տալիս հետևյալը, որ 65 տարեկան մարդը պետք է լինի Հայաստանում վերջին մի տարին է 6 ամիսը, չեմ հիշում հստակ։ Եթե դրանից շուտ է ուշ է եկել Հայաստան, այսինքն ապահովագրական ծածկույթ չունի։ Կան տարեցներ, ովքեր չունեն ապահովագրական ծածկույթներ, իրանք արդեն ասում են վճարովի ծառայություններ, ինչպես առաջ էր։ Շահեցին թե հիվանդները, որպես որ իրենց վիրահատությունները, իրենց բուժօգնությունը, թեորիական թեկուզ եւ ամեն ինչը ունեն անվճար հնարավորություն ստանալու բժիշկները, բուժաշխատողներն արդեն թե հիվանդի քանակի աճով, թե մնացած ամեն ինչով շահեցին։ Առաջին պոլիկլինիկայում թիմային աշխատանքը ինչ տեսք ունի։ Շատ համերաշխ, մենք մեկս մյուսից փոխկապակցված,
պարտադիր մեկը մյուսին լրացնելով աշխատում ենք։ Ինչ պատճառներով, եթե ես տեղում չեմ լինում, խնդրում ենք տնօրենն է օգնում, տնօրենը ամեն հարցում մեր կողքին կանգնած է, կապ չունի ինչ մասնագետ է մեր տնօրենը։ Մնացած հարցերով մեկս մյուսից փոխկապակցված ամեն հարցը կարգավորում ենք այնպես, որ լիարժեք հիվանդին մեր մոտ հետազոտենք, նոր ուղղորդենք այլ նեղ մասնագետների լաբորատոր գործիքային հետազոտություններով համընդհանուր։ Թիմային աշխատանքից զատ համագործակցությունը այլ բժշկական հաստատությունների հետ ինչպիսին է։ Ներկա պահին միայն Գյումրի կենտրոնի հետ ենք համագործակցում, քաղաքում միակ հիվանդանոցն է, չնայած նոր բացված Նասիբյան կլինիկան է կա, մեկ էլ լաբորատորիաները, որոնք ունեն պայմանագիր պետության հետ կնքած ապահովագրական, իրենց հետ ենք համագործակցում։ Համագործակցությունը հիվանդի հայացողությամբ է այլ լաբորատորիաներ դիմելու, գրեթե բոլոր լաբորատոր անալիզները, ինչ որ պետք է անհրաժեշտ Գյումրի կենտրոնում է կատարվում, թե որոշ անալիզներ մեր մոտ են, մեծ մասամբ մեր մոտ լինում է պոլիկլինիկայում, որոշները ուղղորդում ենք Գյումրի կենտրոն արդեն նեղ մասնագետի, ով նաև ցուցում կդնի, թե ինչ տեսակ է իրեն պետք անալիզը։ Վերապատրաստումներ հաճախ են լինում։ Վերապատրաստումներ ես մոտ կես տարի է ինչ գտնվում եմ պոլիկլինիկայի աշխատանքում, 1-2 անգամ եղել է վերապատրաստումներ կապված ընդհանուր ընտանեկան բժշկության հետ կապված հիվանդի մոտեցմամբ, հիվանդի հետ խոսելու հետ կապված ամենաառաջինը հիվանդին ոնց պետք է հիվանդը մոտենալուց ինչպես խոսել հետը, որ քեզանից գոհ եւ շնորհակալ հեռանա։ Եվ ինչպես է ստացվում։ Դեռ որ լավ է ստացվում, հələ որ բողոքներ չունենք։ Դա տնօրենը չի կանչի իր մոտ դրա հետ կապված։ Դա արդեն կարևոր հանգամանք է։ Դե հա, կարևոր հանգամանք է, որովհետեւ ամենաառաջինը մեր շփումը հիվանդի հետ շատ բան է նշանակում։ Առավել եւս երբ շփվում ես արդեն տարեց հիվանդների հետ, ովքեր ունեն տարբեր աշխանի տարբեր ցավեր, ովքեր նկարագրում են մի կանգադ անցնում է մյուս կանգադին, լինում է հիվանդներ, որոնք նշում են իրենց կանգադները, նայում ես, ասում ես, բայց այդտեղ վիրաբուժական կանգադ չկար, պապիկ ջան, ինչ համար ես եկել վիրաբուժի մոդը, հետո հիշում եմ, որ չէ, ինքը ուներ խնդիր վիրաբուժական, հետո նոր անդառնում է վիրաբուժական խնդիրն։ Վերջում նոր անցնում է փուն թեմային։ Դե այո, հիմա պետք է ամպերատար փորձես, լսես։ Ժամանակը հերիքում է։ Ժամանակը այո, հերիքում է։ Եվ մեր հաղորդման վերջում որպես ավանդույթ մասնագետները իրենց կոչը եւ հորդորն են ուղղում մեր հեռուստադիտողներին։ Կխնդրեինք այս պահին լսել ձեր կոչը։ Ամենաառաջի եւ կարևորը ամեն կանգադի պարագայում, որը ունենում եք, պետք է դիմել առաջինը պոլիկլինիկաներ ընտանեկան բժիշկներին, ըստ ընտանեկան բժշկի ցուցման հիման վրա արդեն նոր նեղ մասնագետների մոտեցումները, որտեղ թե ընտանեկան բժշկի դերը կգնահատվի, կզարգանա եւ մնացածը ավելի կթեթևացնենք նեղ մասնագետների աշխատանքը։ Ունենում ենք լիքը դեպքեր, որ կարելի է հարցերը լուծել պոլիկլինիկայի շրջանակներում եւ ոչ թե հիվանդանոցային։ Ու շատ ժամանակ, երբ որ հիվանդը դիմում են հիվանդանոց, մենք իրենց ուղղորդում ենք, որ գիտես, հիշա կարա գնաք այդ ամեն ինչ անցնեք պոլիկլինիկայում անվճար ձեր հետազոտությունները, չի խոսքը գնում ապահովագրական հիվանդներին, այլ երիտասարդ տարիքի անձանց, մարդիկ նշում են, բայց պոլիկլինիկայում, չգիտեմ ով է իմ բժիշկը, տեղյակ չեմ, արդեն այդ շատ վատ է։ Ցանկալի որ առաջ ուղղակի միշտ աշխատի պոլիկլինիկան ընտանեկան բժիշկը, որն է մասնագետներն քիչ աշխատանք ունենան։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ ձեզ շնորհակալ հրավերքի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էինք Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի վիրաբույժ Նովիկ Բասենցյանին։ Ականջալուր լինենք բժշկի հորդորին, հենց առաջին իսկ կանգատի դեպքում դիմենք բժշկի։ Եղեք առողջ, Medinfo-ներ եթերում։